Ինչի վրա է ծախսում Կոտայքի մարզի Քաղցի գյուղի բյուջեն, երբ համայնքում բազմաթիվ կուտակված խնդիրներ կան։ Այս հարցն անհանգստացնում է գյուղի յուրաքանչյուր բնակչին։ Գյուղապետ Սեդրակ Դավթյանը վստահեցնում է, գյուղի բյուջեն սուղ է, դրանով բոլոր խնդիրները միաժամանակ լուծելն անհնարին է, իսկ կառավարության կողմից տրվող դոտացիան միայն գյուղապետարանի աշխատավարձերին է հերիքում։ Մեր սեփական եկամուտները 13 միլիոն են։ Մենք 13 միլիոնով քանի տարի պիտի գումար հայտարարենք, հավաքենք, ծախսենք, որ այդ ձեր ասած ամբուլատորիան կառուցեն։ Հավաքանու անդամ Ջոնիկ Մանուկյանը տեղյակ չէ, թե գյուղի բյուջեն ինչի վրա է ծախսվում։ Ինքը հաճախ հավաքանու անդամի նիստերին չի մասնակցում։ Գյուղապետարանից իրեն տեղյակ չեն պահում։ Ասում է, բյուջեն գյուղի ղեկավարը ինչպես ցանկանում, այնպես էլ տնօրինում է։ Հավաքանու կողմ կամ դեմ քվեարկելը այստեղ վճռորոշ նշանակություն չունի։ Գյուղի հրատապ լուծում պահանջող խնդիրներին իրենք գումար նախատեսում են, բայց թե ուր է այն գնում, դժվարանում է ասել։ Ինչի ես փագանում, էլի գաղտնի ես անում։ Ինչի ծանոթում չես ուղարկում, բա մի երկու անգամ ուղարկել եմ, ձեզ ասում եմ ինչով եք ուղարկել, պոշտայով չեք է, հեռախոսով չեք զանգել, ինքը ոնց իրան հարմար է, կոնկրետ ֆինանսական միջոցները, ինքը տնօրինում է, բյուջեի մեծ մասը չենք իմանում ուր այդ է, կոնկրետ այս տարվա նիստերի ես 10 նիստի չեմ մասնակցել, որովհետև չեմ իմացել, իմացածս էլ գնացել եմ, եթե մի բան պետք է արվի, նա այնպես է հարմարեցնում, որ ոնց որ իրան է հարմար։ Այնտեղ կա միջոցներ, որ մենք տրամադրում ենք ծառայողական մեքենային, որը շատ է։ Գիտեք ընդամենը ոնց է։ Մեր տրամադրած գումարը հերիք է անում այնքան շատ իրան, որ սենց է։ Եթե նա քշի 350 կիլոմետր ամեն օր, լիցքավորում է սեղմած գազ, ուրեմն ինքը քշելու է, որ հերիք անի։ Եթե նա քշում է 350 կիլոմետր, այդ դեպքում չի աշխատում։ Քաղցի մշակույթի տան նախկին տնօրեն Օնիկ Պետրոսյանը, ով նաև հավաքանու անդամ է, մշտապես նիստերին բարձրաձայնում է մշակույթի տան վերանորոգման հարցը, բայց այն այդպես էլ լուծում չի ստանում։ Իսկ մշակույթի տունը օր-օրի ավերվում է։ Նախկին կառույցից այսօր ոչինչ չի մնացել։ Քամին վերջերս կոտրել է շենքում մնացած մի քանի պատուհանները։ Կարատեի խմբի ամբողջ գյուղի երեխեք նստել մոս կարատեին գանում։ Բայց այս ամբողջ վիճակը, որ ես տենում եմ, այսօր էլ հավաքան է, էլի պայքարում եմ սրա համար։ Ասում եմ բյուջեն փող չկա, չենք կարում սարճենք, ֆինանսների չեն։ Հիմա չդիտեմ, եթե ցանկությունը լինի, ֆինանսներ կլինի։ Մինչ հավաքանու անդամները եւ գյուղացիները պատասխան են փնտրում, թե որտեղ է գյուղի բյուջեն սպառվում, մշակույթի տունը օր-օրի ավերակների է վերածվում, ոռոգման ջրի բացակայությունից էլ ծառերն են չորանում։